Հայ տղամարդը ինչպես է տոնում մարտի 8-ը։ Նվերներով իրական այնց միշտ ծաղիկ նվեր Ոնց ստացվում է։ Համենայն դեպս աշխատում եմ մի փոքր ավելի հետաքրքիր դիմավորեն, քան թե նախորդ տարին, էլի։ Տենց։ Նվիրում են այն ինչ ուզում եք։ Դե ինչ ուզում եմ նվիրում են, հա։ Շատ մեծ բաներ եմ ուզում։ Չեն նվիրում։ Սովորաբար ամեն առավոտյան կարծում եմ բոլորը իրենց սիրելիներին, իրենց մայրերին, քույրերին ծաղիկ են նվիրում։ Դա պարտադիր մնացածը ըստ հնարավորության, ըստ տրամադրության, ըստ նախասիրության։ ծաղիկներով, նվերներով ամեն ինչ պետք է անենք, մեր աղջիկները ճպտան։ Ում եք նվիրում։ Սիրած աղջիկը։ Երգիրը կրակն ինքը վառվում է, պատերազմը մի կողմից, տրամադրություն չկա։ Ինչ ասեմ, ցավը տան, գեղեցկուի ջան։ Տոնում ենք էլի, թորնիկներին նվեր ենք առնում, կանաց նվեր ենք առնում մեր աղջիկներին։ Օրը մի կերպ անցնում ենք, դա էլի մենք ես սովետականության ժամանակվա ծնված մարդ եմ։ Ո՞նց է փոխվել այդ տարիների ընթացքում այդ Առաջ շատ հետաքրքիր էր, մի չենք ան, մի ինչ էին անում առաջ։ առաջները հավաքվում ենք, նստում ենք ազգականներով, բարեկամներով, լրիվ տեղին նշում ենք, էլ հիմի ոնց որ անիմաստ եղնի, լավ, հետաքրքիր բան չկա։ Հայ տղամարդը տոնում է շատ ուրախ, տոնում է մի փոքր դժվարությամբ երևի թե, բայց միևնույն ժամանակ տոնում է շատ մեծ հաճույքով։ Ինչու դժվարությամբ։ Դե ասենք գնում է գալիս է, ասենք թե ինքը բարդ է էլի իրանից, բայց ամեն պարագայում տոնում է շատ մեծ հաճույքով։ Համբերությամբ։ Գինիով, ծաղիկով, տորտ։ Ոնց ասեմ, խառը տղամարդիկ տարբեր ձևի են նշում, կոնկրետ չեմ կարող ասեմ, մեկը ռեստորանն է գեթում կնոջ հետ, մեկը բան է արում, տարբեր ձևի։ Դուք ինչպես եք տոնում։ Ես ընկերություն եմ, ու նշեմ։ Մայրիկ, Մորս բան է, նվեր առել եմ։ Տուխի եմ առել։ Այսօր կարողություն ունեցողները ռեստորանում են նշում։ Իսկ սովորական ժողովուրդը իրենց շրջապատով, իրենց անմիջավայրով։ իսկ տարիների ընթացքում ո՞նց է Հայաստանում փոխվել մարտի 8-ը տոնելու այդ process-ը։ Ներնեմ ջան, ես բացակայել եմ երկար տարիներ Հայաստանում, ուղղակի ման եմ գալիս, հիանում եմ այս տեսարանից։ Բնականաբար նվիրում ենք ծաղիկներ եւ նվերներ։ Նվերները իհարկե նախապես իմանում ենք ինչա ավելի շատ ցանկանալու, դա գնում եւ նվիրում ենք։ Եվ այդպես էլ արել ենք այս տարի։